Դուք երբևիցե տեսել եք, թե Չինաստանում հայաստանցիները ինչպես կարող են պիկնիկ անել։ Մնացեք հեսա, մենք էլ ընտանիքով գնում ենք դեպի այգին, հասել ենք արդեն այգին, հեսա հասնենք հարմար տեղ պիկնիկ անելու։ Իսկ թե ինչով ենք սնվելու պիկնիկին, այդ մեկը ձեզ վստահ եմ կզարմացնի, քանի որ կախարդական չինական ուտեստ է։ Մնացեք որ իմանաք, հաստատ կզարմանաք, հավատացեք։ Բարև ձեզ, ես վերջերս մի երևի 2-3 շաբաթ առաջ մի տեսանյութ տեղադրեցի շորտս, պայթացրեց սոս ցանցերը, եթե միասին հաշվեմ 2 միլիոնից ավել դիտում ունեցավ այս տեսանյութը ու մեծ հսկայական արձագանք ունեցավ։ Այդ տեսանյութի նման մի հատ ուրիշ տեսանյութ ունենք այսօր, բայց հենց երկար ֆորմատով ուզում եք տեսնել Չինաստանում ինչ հեշտ է պիկնիկ անել։ Առանց ինչ-որ բան պատրաստելու ուղղակի մի հատ սուպերմարկետ մտնեք, մի հատ այսպես փոքրիկ, բայց բավականին ծանր։ Դուք վերցնեք ու իմ ընտանիքի նման մոտավորապես 4 հոգանոց փոքրիկ ընտանիքով ձեր համար պիկնիկ անեք։ Հիմա եկել ենք մեր շենքերն են երևում, մեր շենքի հենց ետևում գեղեցիկ այգի կա, այս այգին ընդհանրապես նախատեսված է տնային կենդանի ունեցողների համար, իրանք են գալի այստեղ։ Բայց դե մենք էլ ինչու չենք կարա օգտվենք։ Սա մի հրաշք ապրանք, սա ինքնաեփ է չինական, հրաշք է չինական, բայց ինքը տեխնոլոգիան իմ կարծիքով կոնկրետ չինական չի, բայց Չինաստանում է մեծ տարածում գտել։ Նախ ժողովուրդ ջան, այս ապրանքը ես չեմ վաճառում։ Եթե ես դնում տեսանյութ եմ տեղադրում, ձեզ թվում է թե ես գովազդ եմ անում, պետքա վաճառեմ, չէ, ես ուղղակի ցույց եմ տալի։ Ու այնտեղ իդեպ մեկնաբանություններում այն մի տեսանյութի տակ գրել էին, որ Հայաստանում արդեն կա Խորենացի փողոցի վրա հասցեն կարակ մեկնաբանություններում գտնեք, այնտեղ չինացիներ են կարծեմ, հենց իրենք խանութ ունեն չինական ապրանքների, այնտեղ վաճառվում է։ Կարակ գնաք փորձեք կամ դուք էլ տեսանյութ նկարեք։ Սա ամբողջ ընտանիքի համար, պիկնիկի համար անհրաժեշտ միակ բանն է, որը մենք ընդհանրապես ուրիշ ոչ մի բան չենք բերել, միայն sense հատիկավոր ինչ-որ մեկ անգամյա օգտագործման չապստիկներ ենք բերել, փայտիկներն են, որոնցով ուտում են, չգիտեն, կա, չկա, ամեն դեպքում վերցրել ենք, որ հանկարծ խնդրի դեմ չկանգնենք։ Օ, ես ինչեր են։ Մեջը լիքը բան կա, տեղացի ապետ, որ մեզ կարողանա բացատրի ես։ 1, 2, էսի ոնց որ լապշան է, զգացվում է։ Էսի մեջը ջուր չկա։ Ու այդ դուգին, հա, որ կարող։ Օ, էս ինչ է, ամեն ինչի, հա, հեսա։ Ու տակներն է բան կա։ Հեսա չոպստիկներն է կա անգամ։ 3 հոգու համար, հա։ Չէ, 5։ 5, 6։ 6 հատ չոպստիկ կա։ 4-ով ենք։ Այն չոպստիկներն էլ ամեն դեպքում պետք չէ։ Այսի պակետն է, հեսա պակետն է։ Հեսա պակետն է, բայց ջուր չկա, հա։ Այսօր թարսի պես անձրև է, ժողովուրդ, սա փակ է։ Այստեղ խանութներ կան, ասենք դուկաներ կան, որ գալիս եք ամեն ինչ կարողանաք գնեք, այսօր անձրև է։ Չեն աշխատում։ Էս է, մի հատ էլ այդ պակետից։ 4 հատ է ոնց որ։ Հայդին լավ ժողովուրդ, այս սրան ծանոթ եք այս ֆիրմային։ Այս հայ որ գրած է, հայտնի ռեստորանների ցանց, հա։ Այստեղ Չինաստանում ու ոչ միայն, աշխարհով մեկ կան, Դուբայում կա, գիտեմ, Եվրոպայում կա։ Մենք գիտեմ այնտեղից տեսանյութ ունենք, եթե միջև վերջ նայեք, հետո կգաք այստեղ միտեղ կավելացնեմ link հղումը։ Կգաք կանցնեք կնայեք այդ տեսանյութը, եթե հետաքրքիր է։ Լավ, մենք էլ հասկանանք էսի ոնց ենք տեղադրում։ Հոտպոտները ընդհանրապես կարաս ընտրես մի քանի հատված լինի, սա 2 հատ է, մինիմում 2 հատ է լինում, դե մարդը կարող է մի հատ էլ ուզի։ Սա 2 հատված է, 2 տարբեր սոուս են լցնում, մեջը թաթախում ուտում են։ Կարաս իսկ իրական ռեստորանում կարաս մի քանի 4 էլ անես։ Բայց դե այստեղ 2 հատ է, սա դնելու ենք այստեղ, ուտելիքը մեջը պատրաստենք, բայց միջև դա պետք է գլուխ անենք, թե ոնց ենք անում։ Ջուր չունենք, հա, ջուրը, այ ջուր կդիտենք։ Միշիստե երևի ջուր չունենք, ժողովուրդ, պարզվեց ջուրը անհրաժեշտ։ Սառնարան էր ուղակի դրած այդ մեքենաների լիցքավորման տեղը։ Հա, այդ սառնարանից գնացինք։ Պետք է առաջին էս անենք, հետո նորենի ու նոր գնաս։ Ինչու։ Հերթականությունը ոնց է։ Առաջին ստեղ ենք սաղանում։ Հա, դե պետք է պատրաստես, որ հետո չսպասես դրա համար։ Լավ, միջև այդ մի հատ բան ցույց տամ, հələ նայեք ժողովուրդ։ Չգիտեմ, երևում է։ Ստեղ էլ կա։
Այս PP 05 Ժողովուրդ, այս պլաստիկ է, բայց ինքը PP-ն կարծեմ պոլիպրոպիլենն է։ Ինքը հատուկ ձուլվածքի պլաստիկ է։ Ես հետո կբացատրեմ ինչի համար եմ ասում։ Այս ուղղակի ուշադրություն դարձրեք, եռանկյունի է, մեջը 5 ան նշված։ 5 թիվն է գրած, էլի։ Արի, էսի էս կոմը անենք, չէ, բայց պետք է հավասար անենք, էսի։ Ալնա ինչ լապշա է։ Ես դες բայց մի քանի հատ հարց ունեմ, գիտեք։ Քանի որ սպասման ժամանակ է լինելու։ Մի քանի հատ հարց ունեմ ձեզ տալու։ Ձեզ, Ռոբին, Միլային, այսօր։ Ստեղ ինչ-որ ուտելիք կա, որ շատ եք սիրում։ Կարաք ասեք, որն է։ Էս ինչ հա։ Իրար նման պետք է գտնենք, որ մեկը մի տեղ լսնենք, մեկը մյուս տեղ։ Այ, սրանք ոգեբին են։ Մեկ, 2-4 հատ է, չէ՞ կրապտով։ Այն մրջունները չգան մտնում մեջը։ Էպսեն, այստեղ ուրիշ լապշա է ալն, այ։ Այն երկու հատի Հոպուկ լապշա։ Լավ, ատամում ենք ես, հա։ Վաո, մի սալն, այ։ Ուշոնքի համա, ինչ լավ հոտ է գալի։ Ես իստեղ լսնենք։ Ահա։ Հելո հոտ քաշեն, չինական մսերի հոտը։ Բայց տուշոնկա էլ է։ Էսի սենց։ Էսի ասում ես լսնեմ ստեղ, հա։ Էսի ստեղ, հա։ Ոնց որ պլասմաս լինի ժողովուրդ։ Էսա թեմա է գրեք մեկնաբանություններում, թույն եք ուտում գրեք, չեք գրում արդեն, բայց սպասեք մի գրեք վերջում, երկու բան կասեմ, հետո արդեն կորոշեք գրել, իդեպ կարակ գրեք, երբ անից եք մեր էջը նայում, հետաքրքիր է, արդեն ամարյա 3 տարվա էջ է ես մեծ հիմնական էջը, ես որտեղ լցնեմ, սունկա, կուկուրուզա, կարտոֆիլ Ստեղ լսնեմ էլ ես լսնեմ, այլ լավ է Սոյայի ծիլերից հա Օ, յուղա Էսի ճաշն էր, կամ, էսի հենց հիմքն էր ինքավ Այն պամիդորից հան, է Օ, նես լավ հոտ է գալի ժողլով Հա, ես էլ բանջարեղենն է Այ նույնից հա Ես էլ ստե գնաց թե որ Բայց սրա մեջ լոտուս կա, հա Ասում եմ երբ անից եք մեր էջը ժողով հետևում էլը Գրեք տենանք Եթե չեք էլ հետևում էլը ասեք հաճախ եք նայեմ, թե չէ Մոտս որտև ընդ մի 70% դիտումներից հանդիսատեսը իմ էջին գրանցված չի Դե անալիտիկային տեսնում եմ էլի Էլի այդ նույնից հա, կամ, էլի լցնեմ ստես մեկներ երևի Մի հատ ինձ կարաք ասեք Չինաստանում ինչ ուտելիք եք ամենաշատը սիրում Իս ինչ ոլեն այ Լապշա է, սոյևի լապշա է, սոյայի լապշա է Չինաստանում Էսի լսրեցիս թե Հաստա, ամեն ինչ սիրում ես ուտելիքից Լուրդս հասա Մեր Չինաստանում գիտեք ոնց հա ժողով Շատ կա խոհանոցներ, նես չի որ ամբողջ Չինաստանը մի ատեսակ խոհանոց է, չէ, այստեղ տարբեր են խոհանոցները, էսի կծու է երևի, լցնենք, արի լցնենք այս մեկի վրա, այս մեկն է, ինձ լցվել է։ Անփորձ չինացի ենք։ Մենք ընդամենը 6 տարվա չինացի ենք։ Հա, ինչ էի ասում, խոհանոցները տարբեր են։ Ամեն նահանգ իր յուրահատուկ խոհանոցը ունի ու շատ տեղեր, ասենք, էս այդ նույնից է։ Օ, նես կծու է։ Մատից կպա։ Ռոբը կուտի, ռոբը սիրում Դե հելը պատասխանեք, ինչ եք սիրում տեղական Մենք Դոմբեյում ենք Դոմբեյը Ասա, բարձր ասա Հյուսիս Ինչ? Մակդոնալդսը չինական չի ռոբը Իրա համար չինական Էտի մի վեք ալ ծուտ Հեսա պամիդոր էր էլի լծվեցի ստեղ Պդի մենք խառը արենք Երկու հատ ստե պամիդոր ես Հալա, ես Միլա չերևաս վիդեոյի մեջ Միլա երեսը կծին ժողովի մոտ
Միձեր։ Միլ մի հատ վրետ բան արա, այդ դեղից արա։ Միլարը ձեռքիդ։ Միլային շատ են գծում։ Ան հələ կա։ Հա, հեսա։ Օ, այսօր։ Ვა, ժողովուրդ սաղ կերան երեխեքին։ Ես տենում եք ինչ զոհաբերությունների են գնում, հələ մի 20 րոպե ստե պետք է լինենք։ Առնվազն։ Այդ նույն հələ ինչ միսա։ Հələ նա ինչ լաննա։ Բայց այն մեկի հոտը ավելի։ Հա։ Միսա, ասենց չի երևում, ֆոկուսը չի պահում։ Օ, միլային կերան։ Աման։ Բայց շատ լավ տեսք ունի։ Ջուրը ասում ես միջև էս գիծը, հա։ Հա, միքեր գիծը։ Նայեք, ժողովուրդ, հիմա ամենակարևոր պահը։ Հիմա նայեք, ժողովուրդ, ամենակախարդական հրաշալի պահը։ Սրանք բացում ենք։ Դե հələ ջուրը չեմ լցնում։ Այս փաթեթների պարունակությունն էլ կասեմ, հեսա թող հələ սենց նկարի լավ է երևում ֆոկուս։ Հա։ Ես հետո ձեզ կասեմ այդ ինչա։ Մեջը ինչա պարունակությունը էլի։ Որ ասում եք քիմիայա, թույնա, էսա, այնա, մտածում եք, հեսա այդ ամեն ինչն է կբացատրեմ։ Լրիվ տեղեկությունը հավաքել եմ, լրիվ գիտեմ ինչ է ինչոցա։ Ինձ որ Ջուկոտա միլ բրեդ։ Ահա, վերջ, հələ բեր ես մեջը ցույց տուր։ Նայեք, էսի պատրաստա, չէ՞, ստե ասիր 900 գրամ, չէ՞։ 900 միլի։ 900 միլի։ Ստե արի ջուրը լցնենք։ Ստե չափով կնայեմ ջուրը։ Այդ երևի մի շիշ էս կողմը, հա։ Հա, էսի 500 գիծ։ Էլիքա։ Լավ է, всё, էսի մի շիշ լցվում է, էլի։ Մի հատ դեմ, մի հատ ստե լավ է ջուրը։ Գնացի ես ջրեղենը լցուց դուր։ Հա, ասեցի գնացի սառնարանից գնացի։ Ջուր չէինք բերել, ես գիտեի մեջը ջուր կլինի։ Բայց այդ բանը խնայել են, էլի, որ շատ տեղ բան չանի, համե քաշը շատ չլինի։ Վերջը մի հատ հերիքա։ Всё, էս էլ ստե։ Սա պատրաստ է, ժողովուրդ, նայեք։ Հրաշքը գնաց։ Ստե 900, այսինքն 2 հատ պետք է լցնեմ։ Հələ բեր ցույց տուր մեջը։ Մեջն է երևում։ Գնաց, ջուրը լցնում ենք։ Քանի որ այս փաթեթների մեջ հատուկ մագնեզիում է ու աղա, ինքը այդ նյութերը ջրի հետ ռեակցիայի են մտնում ու սկսում են ջուրը եռացնել։ Ու այդ ամեն ինչը ինչ կա, իրանք սկսում են տաքացնել։ Ջուրն էլ իր հերթին դե իր գոլոշիով արդեն էս հիմնական մասն է սկսում տաքացնել։ Ու սկսում է եփել։ Մեզ օրի նայ սկսա։ Դիր։ Հա դե մի 15 րոպե հեչի պես եռում անես։ Ձեռը չփռի։ Ձեռս տոքա։ Փափեց մի քիչ ոչինչ։ Ու գրած էր հանկարծ տաք ջուր չլցնեք։ Մեջը։ Հա, սառը կամ Հա, չէ, սառն է։ Արա, էսի սենց թարս էինք բերել։ Եռում է, տենում ես։ Սրանով փագում ենք, ժողովուրդ։ Բայց անցքը, դա նորմալ է։ Այդ անցքը հա, բա, գոլոշին դուրս գա, չէ՞, մի տեղից։ Որ չտա բայթացնի, այս կափարիչը թրցնի։ Վերջ, հիմա էսի պետքա 15 րոպե մնա։ Լավ, ստե նստեմ ձեզ մի քիչ պատմեմ։ Մոռացել էի։ Քանի սա եռում է։ Ինչքան էր թամ ժամանակը։ 15 րոպե րոպեն պահեցի, անց 14-ա։ 15։ Այդ նյութի մեջ ասեցի մագնեզիում է ու աղա։ Ոչ մի թունավոր քիմիկատ չկա։ Չնայած այդ որ ասում եք քիմիա է, ես էլ դրա վրա եմ բանանում ներվայն անում։ Շորտ քիմիան որն է, քիմիան սաղ քիմիա է, ես էլ է քիմիա, էսա։ Այս տերևն էլ է քիմիա, ես էլ եմ քիմիա, դուք էլ եք քիմիա։ Քիմիա, հա, բա քիմիա է, բա ինչա, ջուրն էլ է քիմիա։ Հետո օդն էլ է քիմիա։ Թթվածին է, հետո թթվածինը քիմիա չի, քիմիական տարը, ամեն ինչն է քիմիա է։ Մագնեզիումը ձեզ վնաս չի տա, մի վախեցեք, եթե հանդիպեց կարաք հանգիստ գնեք, առնեք, սարքեք։ Հիմա ինչ վերաբերվում է այս պոլիպրոպիլենին, պլաստիկին, ժողովուրդ, պլաստիկը
պատրաստվում է տարբեր եղանակներով։ 1000 ձևի ձուլվածքներ են անում պլաստիկ ստանալու համար, նայած ինչ նպատակով է այդ պլաստիկը ծառայելու։ Հիմա սննդարդյունաբերության մեջ 7 տեսակ պլաստիկ է, ավելի շուտ 6 տեսակ պլաստիկ է, որը աշխատում է։ 7-րդը մի քանի տարբեր տեսակներ կա, այդ բոլորը դնում են 7 են համակարգում, այնտեղ գրվում է other, տենց է բացատրում։ Այդ 6 տեսակները տարբեր նպատակներ ունեն։ Հիմա երբ որ հարցը հասնում է տաքացնելուն, ուտելիք եփելու կամ ուտելիքը միկրոալիքային բառարանում տաքացնելու կամ այսպես նպատակներով, այս որ մենք հիմա ենք պատրաստում, այս է, ես ցույց տամ, որ ինքը երրում է։ Ձայնը թողեք, սա միկրոֆոնը մոտիկացնեմ լսեք։ Այս պլաստիկը ինքը ոչ մի քիմիական կամ թունավոր նյութ չի արտանետում, որը վտանգավոր է ձեր առողջության համար։ Սա ընդունված է, սա պատկան մարմինների կողմից ընդունված գրադացիա է, որ ասենք 5 է, այդ ես ձեզ որ ցույց տվեցի այն երանգյունի մեջ, որ 5 էր գրած։ Այդ 5-ը եթե պլաստիկի վրա տեսնում եք, այդ պլաստիկը նախատեսված է տաքացնելու համար, կարա բարձր ջերմաստիճանի տակ ուտելիքը մեջը եփի կամ եռացնի կամ տաքացնի, ինքը ոչ մի թունավոր բան չի արտանետում։ Այ եթե խոսքի օրինակ սրա տակ գրածա 1, հեսա գտնեմ, սրանց տակ 1 է լինում, այս շշերը 1 են։ Այս 1-ով տաքացնել չի կարելի, ինքը անգամ կդեֆորմացվի, եթե սրա մեջ տաք ջուր լցնեք, ինքը դեֆորմացվում է, ինքը չի դիմանում։ Բայց սա չի դեֆորմացվում, սա հատուկ դրա համար է սարքած, ժողովուրդ ջան։ Սա հատուկ նրա համար է, որ ուտելիք տաքացնի, ինքը ոչ մի թունավոր բան չի արտանետում, մոռացեք էդի։ Վերջ, սա այս ուտելիքը նախ ամեն օրվա համար չի։ Այս ուտելիքը ուղղակի սենց ժամանակ, երբ որ ձեռքի տակ ուրիշ հարմար բան չկա, սենց ուտելիք են օգտագործում։ Հիմա մենք եկել ենք պիկնիկին, այս չի որ ամեն օր գնում ենք պիկնիկի, մեկ ասենք պիկնիկի երբ ենք հելը մեկը վերջի անգամ։ Երբեք։ Չէ, խորովածի, հա, լավ, խորովածի գնում ենք, բայց դե խորովածի համար մենք նախապատրաստում ենք ամեն ինչ որ պետք է հետները ստանում ենք։ Իսկ սենց պիկնիկի էս առաջի անգամ է ելնում ենք ու ընդհանրապես էսի երևի Չինաստանում ինչ գտնվում ենք, երրորդ անգամ է որ սենց ուտելիք ենք օգտագործում։ Նախորդ 2 անգամ եղել է նկարելու համար, էս էլ նորից նկարելու համար է, ձեզ ցույց տալու համար է։ Այնպես որ ժողովուրդ ջան, այդ մեկնաբանությունների թարգը տվեք, քիմիայա ուտենք, վնասվենք, ռակմակ, կեսիմինչ, սրա հետ կապ չունի, դա ինչ է։ Այդ մեր ժողովուրդը, որ սաղուրը հելնում եթում են, արևի տակ, որ պարկում տկլով բան են, արևայրուք են ընդունում, էդի չեք վախենում, ժողովուրդ, սրանից եք վախենում, էլ էսի, որ ընդունված է։ Այստեղ Չինաստանում յուրաքանչյուր սուպերմարկետ մտնեք, սրանք վաճառվում են։ Ձեր կարծիքով չինացիները այդքան բան են։ Ու ամենաերկարը չեն հասկանում էլի, որ եթե թույն է, դնենք, եկեք դնենք բան անենք, վաճառենք սուպերմարկետներում ժողովրդի վրա։ Հասարակյանք։ Ասում ամենաերկարն է իրանք են ապրում, եթե տենց Չինացիները, հա։ թույնավոր բաներ լինեն։ Ստե մտնում ես այգիներ են տարիքով մա։ Ես իդեպ առաջի անգամ եկա Չինաստան, ես զարմացել եմ, որ կյանքում այդքան այդ քանակի տարեց մարդ չի տեսել։ Որ տենում են 70-90 տարեկան մարդիկ ելնում բանից տուրնիկների վրա անես ռեժիմ են անում, ժողովուրդ ես այդքան չեմ կարող անեմ։ Այնպես որ ինչ եք խոսում, եկել եք մարդիկ ուտում են։ Շուշուտել ուտում են sense բաները, իրանք ստե չեն սիրում իրանց տանը պատրաստել։ Ստե ժամանակը գնահատում են, այդպես չեն։ Կամ ճամփորդելուց գնացքում։ Ճամփորդելուց, հա։ Ես այն անցյալ անգամ այդ տեսանյութի մեջ ասում եմ ինքնաթիռում շատերն էին գերում, հա, ինքնաթիռի մեջ կոնկրետ չէ, բայց դե ես մտքերով նկատի ունեի բան օդանավակայանում, ժողովուրդ, սա օդանավակայանում ինքնաթիռում իմ կարծիքով հարմար չի լինի, որովհետև բավուր հանգարց տուրբուլենտնես մի թափտաբան այդ երման ջուրը լցվի մարդկանց վրա, իհարկե ոչ։ Օդանավակայանում կամ ասենք գնացքի կայարանում, հա, հարմար է։ Ինձ էլ շլվարի վրայից գծեցին։ Ինձ է շորերը։ Այդ կոռը։ Ուտում են, առողջ պետք է մնանք, եկա։ Ժողովուրդ սրա հետ կապված էլ այդպես բաներ մի գրեկել է, խնդրում եմ այդ թունավոր բանը։ Ես գիտեք ինչ եմ պատասխանում, որ խոսքի այդքան մարդ այդ մի քանի հազար մեկնաբանությունից, ասենք մի 2-3 հազարատ մեկնաբանություն թող լինի, որ գրում է թույնա, քիմիա է, էսա այնա։ Ուրեմն փաստորեն առնվազն այդքան մարդ կա, որ այսքան տեղեկացված չի այս ամեն ինչի մասին, այս արդյունաբերության։ Չնայած ես աշխատել եմ սննդային արդյունաբերությունում, մի քիչ ավելի ծանոթ եմ, բայց դե ամեն դեպքում ձեզ էլ ասեմ իմացեք, էլի, այտենց մի վախեցեք այդ ամեն ինչից։
Լավ, դուք ինձ չասեցիք ինչ ուտելիք եք սիրում, հələ միկրոֆոնը վեկալ, ինտերվյու եմ վեկալում ձեզանից։ Ամեն ինչ սիրում։ Հարցազրույց, արի, Սիրում եմ ամեն ինչ։ արի մտի կադր։ Արի իլը։ Կոնկրետ բան ասա, ինչ չինական ուտելիք կա, որ դու սիրում ես։ Ոնց չգիտեմ, բան շատ բան։ Դե կոնկրետ Համեմունքներն են մոտ շատ սիրում։ մեր մոտ չկա Հայաստան։ Չէ, չկա։ Հայաստան ունեք սև բիբար, կարմիր։ Իսկ այնպես բան կա, որ այստեղ կամ թեկու սուժոյում ինչ տեղ դուրը կա։ Չինական ուտելիք, Մրգերն այս է, որ սիրում եմ։ զգում ես։ Բայց ուտելիքը ֆիլմերներ։ Պելմենները, տեղական պելմենները։ Հա, դե քաղաք։ Բաուձեն, շատ եմ սիրում։ Հալա բաուձը էժան բան է։ Հա, բայց շատ է։ Ոնց որ մեր կարկանդակը։ Չէ։ Միլայնը լարցրա, միլայ ճապոտնել են գծե։ Մի, օ, ես սա կարմրել է խեղճերը։ Մոտորս էլ են գտնում։ Հո, գծում են, հա, այս ամասում։ Հե? Ամեն Օ, ինչ։ չինական խորոված է շատ։ Ես։ Հա։ Ես ասում եմ մեր խորովածը Բայց այնքան հիմա գնացին։ եմ, հա, ես է, հիմա ես։ Ամ դու պա էլ ես, ես ունեմ։ Ես է, հիմա չինականը ավելի շատ եմ սիրում։ Էլի համեմունքների համար։ Հալա, ուրիշ հարց ունեմ։ Եթե պատկերացրեք գնանք, վաղ գնանք Հայաստան։ Կա ինչ-որ ուտելիք, որ կկարոտեք, որ գիտեք հաստատ։ Հայաստանում չէ։ Հայաստանում կկարոտեք չինական ուտեստ։ Դե բացի McDonald's-ից։ Էլի McDonald's։ Գիժն ես երեխեք տանում ես էտա։ Այդ թունավոր ուտելիքը McDonald's-ն է։ Ոչ թե թունավոր է, այլ ինքը իր մեջ այդքան սննդարար բան չի պարունակում։ Junk food-ա, միլետի junk։ Զիբիլ ուտելիք է։ Անիմաստ ծարավ եմ։ Սա էլ junk խմիչք է։ Մրգերը կկարոտեն, որտեղ Հայաստանում չկա։ Սեզոնային մի քանի տեսական։ Դեկիքս դե էլի, ես մենակ մեջը այս ժողովուրդ եմ դիտենում, Բայց սաղ կծում են, ես ռոպեն մեկ հլում այն։ Հա, ոչինչ քորի, դե գիտենք արդեն, ժողովուրդը գիտի ինչի համար ես քորում։ Չեմ մտածի, իվանտե։ Ռոբը լարի, ռոբ հարց ունենք։ Ռոբն գե մոծակորին է պատճառ։ Ինչքան սատկացրիր, ախպեր։ Արիլա։ Ինչ ես սիրում չինական։ Դամպլինգները, պելմենները։ Ուրիշ։ Որ են պապակացները, թե եփածները։ Հա, Եփածները։ եփածները, հա։ Կաուծն ուրիշ է։ Օխ, իմ ոտներ կծին, գիտես, ես վերև արել եմ չեն։ 5 րոպե դեռ կա։ 5 րոպե սպասենք, բացենք, սկսենք ուտել։ Իսկ կարանք մենք է տանենք, հանձնենք, այստեղ մեքենա ունենք ժողովուրդ։ Տանում ենք, խոսքի հեռախոսով QR կոդը սկան եմ անում։ Սրանք գցում ենք մեջը, մեզ գումար է, իմ հեռախոսին գումար է գալի։ Նես չի որ այդ գումարը ինչ որ կոնկրետ նպատակով պետք է ծախսեմ, չէ՞, ոնց ուզեմ, իմ հենց էլեկտրոնային դրամապանակի մեջ է գալի։ Ռոբ տարկցի ախտեր։ Իսկ հայկական ուտելիք կա որ կարոտում եք։ Հա, ես պանիր եմ։ Մեր տեղակ։ Այն մեր Զեյթունի շուկան, եթե գիտեք, շուկայի մոտը մի հատ խանութ կա, մի քիչ գովազդ անեմ, չնայած չգիտեմ, այդ խանութը միջև հիմա կա թե չկա։ Այն City-ի հենց դիմացն է ժողովուրդ։ Տարբեր տեսակի պանիրներ են վաճառում, փոքրիկ sense խանութ կա մի հատ։ Աշխարհի ամենահիմա եմ։ Դու չես սիրի, բայց Զգում որ աշխարհի ամենահամով պանիրն է։ Ինչ հա։ կաթուսերը։ Դու չես սիրի, Կաթուսը։ մենք ենք սիրում։ Այն օր Անուշ ասում է չենք կարա ձեզ ուղարկենք պանիրի կանանչին։ Ասի չէ։ Կարա քիչ է։ Կանանչին գա։ Քրիս ջան, ուղարկեք, ինչ կա։ Ես ուրա չէ կատակ Չէ, եմ անում։ կանանչին կպցեմ։ Անիմաստ է ժողովուրդ ուղարկելը, որտեվ նախ երկար կգա։ Հետո արդեն այն թարմությունը չունի, էլի, անգամ եթե այդ վակուումով փակեք, ուղարկեք, ես իմ ճամփին կարող եմ ընդհանրապես ցույց տան մտնի։ Չէ, անիմաստ է ժողովուրդ։ Չի, տենց բաներ, այստեղ կա, մենք է կարանք սարքենք, թամարը սարքում է, պանիր էլ է սարքում, բաստուրմա էլ է սարքում, ամեն ինչ է սարքում է։ Բայց այն պանիրը չի, էլի, ստեի կաթը չգիտեմ, ուրիշ ձևի է, ամեն մեր պանիրը, դե ամեն մեկը չի, որ կարա տես պանիր սարքի իրականում։ Ես դրա համար կոնկրետ այդ խանութն եմ նշում, որտեղ հենց այդ խանութից էինք մենք մեր սիրած ուտելիքի մասին խոսալուց, հենց այդ խանութի ուտելիքը նկատի ունենք, ոչ թե։ Նենց կա, որ ամենտեղ են սիթիներում պանիր է վաճառվում, են դրանք այդքան դուրներս չէր գալի։ Մեկի աթենքի ներփիերշիկները։ Էլի սկսենք։ Աթենքի թե երշիկը, Գյումրի երշիկը։ Օրո, ես ինչ ալնայ, բանա, ոնց որ են կիվի թրջուններից ոնց որ լիներ։
Հայաստանում է կային է, ես նկարել էի։ Հա, այն որ քիթը սենց գալիս ուտում է։ Կախվում է օդում։ Հիշում եմ նկարել։ Հա, ստեղ էլ կա դրանից։ Իդեպ կլիման ստեի մեր Երևանի կլիմային շատ նման է։ Մի քիչ ավելի ամռանը խոնավ է, շատ ավելի խոնավ է։ Մենակ է դա։ Ամռանը խոնավ է։ Էսի ոնց որ եղավ, գիտես, էլ չի եռում։ Ոնց որ այդ ռեստորանը։ Ինչքան փող է իրեն բեկալի։ Ռեստորանում շատ, ռեստորանում այդ մեր այցելությունը իմ վրա նստեց 470, բայց հետո զորով մի 50 էլ բան տվի է։ Թեյավճար տվեցի այդ աղջկան, որ մեզ օգնեց։ Նենց որ 500-ից ավել, սա թեյավճար պարտադիր չի, բայց մեկ-մեկ ստիպում ենք, չնայած կարող է նեղանան, էլի դրա համար բան չենք անում։ Ցույց տամ։ Ինչ է։ Հա, հələ բեր էլի, հələ բեր ցույց։ Բայց ջուրը ինչ ենք անելու։ Լսենք են խոտերի տակը։ Չէ, խոտերի չեն, աման կա, ինչ որ ուտելիքներ ա մեջը։ Երևի անում են։ Հա։ Շո, էս երևում է, հա։ Ապրոստա։ Էս այդ քո բանի սերն է, բայց էսի սոևի կաթի։ Հա։ Կաթի սեր է ժողովուրդ, էսի, բայց բանի կովի կաթ չի։ Սոյայի կաթի սերն է, էլի։ Տոֆուն է, տոֆու։ Պետք է տոֆու էլ լիներ համով, չնայած տոֆու։ Էս էլ երևի, օրը էսի որ թռելա վրես, կորմիր։ Էս էլ սունկն է այն ականջները, թղյական ճայնչա։ Կարտոֆիլ կա, վերջ ամեն ինչ կա, մսերը ուր են, հեսա մսերը։ Եկեք հələ փորձում ենք, թե սպասենք մի քիչ սառի։ Դրանք կծուի, հա։ Կարտոշկա տամ, հա, դու սիրում ես կարտոֆիլ։ Հա, բա։ Իմ արև թե մի հատ տարբերություն կա։ Որտեղ սոուսն է կարևոր։ Ռոք թող լցնեմ, էլի ախպեր, հեսա լցելու է սաղի մրա։ Իմ արև շատ համով է, թամ։ Երկուսից փորձեմ, էսի սենց է։ Այսին լավ հոտո միշն է։ Էս էլ են մյուս միսն է։ Մի քիչ կա, բայց կծույություն։ Համով առով։ Արեք երեք բայց։ Մի լարի։ Ժող դե երևի։ Ծամեմ ուտեմ ասեմ։ Հալո բերցուց տուր լավ մեջև ես ուտում եմ։ Այսքանով երևի այսօրվա տեսանյութը ավարտենք։ Այս քանի օրը եղանակը չէր թույլ տալի, մի քիչ էի նկարում, այդ դրա համար ինձ կներեք։ Մնացեք ալիքում, անպայման լայքեք, այ հիմա մեկնաբանությունները գրեք, այ հիմա գրեք։ Դրանք ինչ եք, հիմա ինչ եք գրելու։ Էլ թույնի մասին չենք գրում, բայց հələ գրեք դրանք ինչա։ Կամ էլ առարկեք, եսին, հետս վիճեք։ Լավ մնացեք, ձեզ լավ օր եմ մաղթում ու անպայման հետևեք ալիքին։ Բացի լայքելուց ու մեկնաբանությունից, հետևեք ալիքին։